Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունները Գարեգին երկրորդին վեհարանից հեռացնելու կոնկրետ պլաններ ունեն։ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ վեհափառի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են։ Թերթի տեղեկություններով իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրև հակապետական անձանց ու ամեն գնով հասնել վեհափառի հեռացմանը։ Փաշինյանը նույն կերպ շարունակելու է ճնշել հոգևորականներին ու վեհափառին, հատկապես Գարեգին երկրորդի Լևոն Տեր-Պետրոսյանի տուն 3 այցելելուց հետո։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին երկրորդ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է։ Նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգևորականների մասնակցությամբ կլոր սեղանին։ Մեծ դժվարությամբ է նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա, պետք է նման բան կազմակերպել։ Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն։ Կաթողիկոսը փորձում է արմատական տրամադրված հոգևորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել, հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին նստել Բագրատ Սրբազանի պոչին, 1 տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից։ Իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներ ջրել Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. այսօր լրանում է վերջնաժամկետը եւ պարզ կլինի դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գործը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը։ Երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. նախորդի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ եւ սրմամբ, այդ թվում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ եւ քաղաքացիական հասարակության, այդ թվում կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ։ Թե ինչ է կատարում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից էլ ենք միջև կոկորդներս կուշտ, սակայն հարցն այն է, որ կարդալով Միացյալ Նահանգների պետդեպի գնահատական ու ձևակերպումները այնպիսի տպավորություն է ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը։ Բայց չէ, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում ու կալանավորում է Սարքովի գործերով։ Ինչ է ստացվում, եթե Վրաստանում ընդդիմությունը արեմտամետ է, ուրեմն Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, իսկ եթե Հայաստանում իշխանություններն են արեմտյան թելը թելնում, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հայամետ են, պետականության ու ազգային դիրքերում են, ուրեմն Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ գործողությունների վրա կարելի է աչք փակել։ Նույնը վերաբերում է նաև եվրոպական երկրներին ու կառույցներին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ից 7-ը կմեկնի Տալին, Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք, մասնակցելու էստոնական մշակութային փառատոնին։ Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ, դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ այս անգամ նրա ղեկավարած պատվիրակությունն այնքան էլ մեծաթիվ չէ, ինչպես նախկինում, եթե չասեն գրեթե կես է։ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը 6 հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է падգամավոր։ Տեղեկություններ կան, որ ԿՊԱ-ականներին ասվել է առաջիկա ժամանակներում չբացակայել երկրից, հնարավոր է ազգային ժողովի արտահերթ նիստեր լինեն։ Հուլիսի 1-ից 4-ը առաջին արտահերթն է լինելու, որի օրակարգում Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Վինասյանին անձեռնմխելիությունից զրկելու նախագծերն են դրված։ Գրում է թերթը։